Գույքահարկը 2026 թվականին թանկացավ 100%-ով։ Կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում հեղափոխական իշխանությունը շտապեց բարձրացնել գույքահարկի գները որոշակի սանդղակով։ Այսօր արդեն սանդղակի վերին շեմի շրջանն է, ըստ որի գույքահարկը բարձրացավ 100%-ով։ Այս տարի 100%-ով ավելանում է 21 թվականի համեմատած գույքահարկի գումարը։ Երևան քաղաքում, մարզերում, Վանաձոր, Գյումրի բոլոր տեղերում։ 2019 թվականին կադաստրը ձեռնամուխ եղավ Հայաստանում անշարժ գույքի կադաստրային արժեքի վերահաշվարկին, փորձելով անշարժ գույքի կադաստրային արժեքները մոտեցնել շուկայականին։ Ընդունվեց անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին նախագիծ։ Դե լավ են անում, թող 200 թանկացնեն, ինչ 650,000 ձայն տվեցին, հա? Լավ են արել, այդ թող էլի ձայն տան, այս անգամ 500% կթանկացնի, ուրիշ բան չունեմ ասելու։ Սա գույքահարկի փոփոխությունների առաջին քայլն էր, քանի որ գույքահարկը, ինչպես նշվեց, նախատեսվում է արդեն հաշվարկը ըստ շուկայականին մոտ արժեքների։ Որպես հաշվարկի հիմք վերցվում է գույքի շուկայական գնի 80%-ը։ Այսինքն, եթե բնակարանի շուկայական գինը 50 միլիոն դրամ է, պետք է վճարվի 40 միլիոն արժողությամբ գույքի համար սահմանված գույքահարկ։ Ոչ մի դրական բան չկա ասելու, ինչ պետք է ասեմ։ Լրի բացասական երևույթներ է կատարում։ Կառավարության հաշվարկներով 2026 թվականին, երբ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, գույքահարկից գոյացող ընդհանուր հարկային մուտքերը կկազմեն ավելի քան 40 միլիարդ դրամ։